Արմրազիլ լրատվականի եթերում շարունակում ենք լրատվությունը միջազգային լուրերով ներկայացվելիք թեմաներ ԱՄՆ շահագրգռված է Սիրիայում բռնության դադարեցման ԱՄՆ պետքարտուղար Քրդստանի աշխատավորական կուսակցության համակիրների խումբը բողոքի ակցիա անցկացրել Վատիկանի մամլո գրասենյակի մոտ Բրեյվիկի կարծիքով դատական գործընթացի տրամաբանական արդյունքը պետք է լինի կամ լիովին արդարացումը կամ մահապատիժը Այժմ լսեք մանրամասներ ԱՄՆ շահագրգռված է դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այդ մասին ինչպես հաղորդում է CNN-ը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Պետքարտուղարի խոսքերով Վաշինգտոնը ցանկանում է որպեսզի ապացույցներ հավաքեն, որոնք ապագայում հնարավորություն կտան մեղավորներին պատասխանատվության ենթարկելու։ Իր հերթին Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան, որը Քլինթոնի հետ ժամանել է Բրյուսել ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու, ակնարկել է, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները չեն բացառում ռազմական միջամտություն Սիրիայի դրությանը։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնել է, որ Սիրիայում ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է մարդասիրական օգնություն տրամադրելու ուղիներ ստեղծել, թույլ տալով ընդդիմությանը գոյատևել։ Ինչպես հաղորդում է Armen Press-ը վկայակոչելով արաբական Reuters.com-ը, Նիկոլա Սարկոզին այս մասին հայտարարել է ապրիլի 19-ին Փարիզում արտգործնախարարների միջև կայանալիք հանդիպումից առաջ, որտեղ քննարկման կիզակետը Սիրիան է լինելու։ Բաշար Ալ-Ասադը ցանկանում է ջնջել Հոմսը քարտեզի վրայից, ինչպես դա արել է Մուամար Քադաֆին Բենղազին ավերելով, նշել է Սարկոզին։ Թուրքական Անադոլու գործակալության փոխանցմամբ Թուրքիայում ահաբեկչական հռչակված եւ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության համակիրների խումբը բողոքի ակցիա է անցկացրել Վատիկանի մամլո գրասենյակի մոտ։ Ակցիայի ժամանակ կուսակցության մոտ 20 համակիրներ կարգախոսներ են հնչեցրել դրա հիմնադիր քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի օգտին։ Ակցիան իրականացվել է քրդական հարցի վրա միջազգային հանրության ուշադրությունը բևեռելու համար։ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ահմեդ Ռեզա Պուրդաստանը նախազգուշացրել է, որ Պարսի ծոցի Աբու Մուսա կղզու խնդրի դիվանագիտական լուծման տապալման դեպքում երկիրը պատրաստ է անցնել ռազմական գործողությունների, գրում է The Washington Post-ը։ Անցյալ շաբաթ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Աբու Մուսա այցից հետո սա առաջին պաշտոնական հայտարարությունն էր կղզու խնդրի վերաբերյալ։ Ռազմավարական նշանակություն ունեցող կղզու սեփականության համար պայքարը Իրանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների միջև, քանի որ այն մոտ է Հորմուզի նեղուցին, որտեղով իրականացվում է համաշխարհային վառելիքի առաքումների 1/5-ը։ Իրաքի տարբեր քաղաքներում այսօր առավոտյան տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական պայթյուններ, որոնց արդյունքում նախնական տվյալներով զոհվել է 23 մարդ։ Զոհերի հիմնական մասը կազմում են բանվորներ եւ անվտանգության ուժերի աշխատակիցներ։ Իրաքում ընթացիկ լարվածությունը առավելապես պայմանավորված է մուսուլմանական երկու համայնքների շիաների եւ սունիների միջև դիմակայությամբ։ Ինչպես հաղորդում է Ճապոնիայի թերևութաբանական վարչությունը, Ճապոնիայի հյուսիսարևելյան շրջաններում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որը զգացվել է Ճապոնիայի 11 նահանգներում։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5.1 մագնիտուդ։ Ատոմակայաններում վթարների մասին չի հաղորդվում, այս պահին հայտնի չէ նաև տուժածների մասին, ցունամիի վտանգը բացակայում է։ Նորվեգացի ահաբեկիչ 77 մարդու դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկը, ում նկատմամբ դատավարությունը ընթանում է արդեն 3-րդ օրը, դատական նիստի ժամանակ հայտարարել է, թե իր նկատմամբ դատական գործընթացի տրամաբանական արդյունքը պետք է լինի կամ լիովին արդարացումը կամ մահապատիժը։ Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաընկերությունը։ Բրեյվիկը ընդգծել է, թե չի կարողանա համակերպվել ցանկացած ժամկետով ազատազրկման գաղափարի հետ հաղորդագրության համաձայն Անդերս Բրեյվիկին կրկնակի ահաբեկչության համար սպառնում է 21 տարվա ազատազրկում։ Մոսկվայի մետրոյի ուղղություններից մեկի Պոեզիան մետրոյում անունով գնացքում ներկայացվելու է Գաբրիել Գարսիա Մարկեսի արձակն ու չափածոն, հաղորդում է ՌԻԱ Նովեստին։ Ցուցադրության մեջ կներառվեն գրողի արձակ եւ չափածո ստեղծագործությունների դրվագներ։ Գնացքը առաջին երթուղի դուրս կգա ապրիլի 25-ին։ Նման գնացք ունենալու առաջարկով հանդես էր եկել Ռուսաստանի Դաշնությունում Կոլումբիայի դեսպանը։ Իրադարձությունը նվիրված է Մարկեսի 85-ամյակին։ Այսքան այժմի համարքը, հանդիպենք։